Այսօր կփորձարկենք հետաքրքիր էկզոտիկ մրգեր։ Եվ ես ցանկանում եմ առաջինը սկսել կիվանոից։ Ես մեր յոժիկին արդեն լվացի, եկեք միասին կտրենք։ Что тут у нас есть? Չգիտեմ, երևի նկարագրությունը տարօրինակ կհնչի, բայց էփած վարունգի հոտ է գալիս։ Այն որ ամառը sense մեծ կտերով վարունգներ է լինում։ Այդ վարունգն է մի քիչ կիվի ու բանան տված։ Ընդհանուր առմամբ մի քիչ անկապն է, ես կիվանոյին կգնահատեմ 10-ից 6, 5, 4։ Հաջորդը կփորձենք տամարիլոն։ Տամարիլոն ասում են, որ նման է լոլիկին։ Ներսից sense հետաքրքիր տեսք ունի։ Եկեք փորձենք։ Այս հատվածից sense կվերցնենք եւ ամպ։ Սկզբում զգում ես թթու լոլիկը, հետո ինչ-որ քաղցր տարօրինակ համագալիս կիվի, մանդարին, մի խոսքով խառն է։ Բայց տամարիլոն այդքան էլ վատիկը չէր, ես իրան կգնահատեմ 10-ից կես լիմոնոտ, որ մի քիչ քաղցրություն ուներ, դառը համը մեջը չլիներ, մի քիչ վերջում դառնա համա տալիս։ Ես իրան կգնահատեի 10-ից 1 լիմոն, որովհետև հետաքրքիր էկզոտիկ համ ունի։ Եվ վերջում կփորձարկենք ֆիզալիսը։ Ֆիզալիսը իրականում ամենասիրելի միրգն է, այսի միրգը թե հատապտուղ է։ Ինքը ունի բավականին նուրբ, թթու, բալանսավորված համային երանգներ։ Ես որպես այդպեսին միրգ չսիրող մարդ, ֆիզալիսը շատ եմ սիրում։ Եվ միանշանակ այն գնահատում եմ 10-ից 1 լիմոն։ Մի խոսքով իմ այսօրվա փորձարկումը այսքանն էր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք, եւ մեկնաբանություններում կարող եք առաջարկել, թե հաջորդ անգամ ինչ էկզոտիկ միրգ փորձարկենք։